Դրանց կարծեմ իշխանական մամուլի կամ իշխանական համարում ունեցող մամուլից էր տարածումը ու հարց կա ինչ տեղեկությունների են տիրապետում թող այդ տեղեկություններով գնան դատախազություն մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի իշխանություններին ես հարց ունեմ ջահերով երթը ինչու է այսպես թիրախավորվում դա Մաքուր հիշատակի պահանջատիրության միջոցառում է։ Որն է իմաստը ջահերով երթի թիրախավորելու ու դրա նկատմամբ հակակարողություն անելու։ Կարող են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իսկ կարող է դա խոչընդոտում օրինակ են պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պիտի հեռացվի անկախության հռչակագիրը նախաբանից։ Մենք միշտ այս կոնտեքստում խոսում ենք, այս կետի մասին խոսում ենք այն կոնտեքստում, որ դրա պահանջը Ադրբեջանից, որովհետեւ այնտեղ կա Արցախի ինքնորոշման իրավունքին հղում, բայց մոռանում ենք, որ անկախության հռչակագրում կա նաեւ կետ, որտեղ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի միջազգային ճանաչման գործընթացին Հայոց ցեղասպանությամբ։ Դա միշտ խնդիր ա եղել Թուրքիայի համար։ Այսինքն, այս պահանջի կատարումը Նաև Թուրքիայի պահանջն է։ Հիմա այս կոնտեքստում բնականաբար ջահերով երթը պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է։ Ես այս կոնտեքստում եմ տեսնում այդ մեղադրանքները։ Այդ մեղադրանքները եղել են բոլոր ցույցերի ընթացքում, ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ մեծ միջոցառումից առաջ։ Դրա պատասխանը հասարակությունը, հանրությունը տալիս է իր մասնակցությամբ, այս անգամ էլ հուսամ անկախ եղանակային պայմաններից այդպես կլինի։ Երկրորդ հարցի